Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք աշխատում ենք ուղիղ եթերում ձեզ տալով հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը ձեր հարցերով։ Եթե ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 է մեր հեռախոսահամարը կամ գրեք շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am հասցեով։ Իսկ այսօր մենք կրկին խոսելու ենք Արյան մասին, արյան խնդիրների, արյունաբանական խնդիրների այս առիթով տաղավար ենք հրավիրել Երվանդ Հակոբյանին, բժիշկ արյունաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Հայկական արյունաբանական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար եւ մենք այսօր հյուր ունենք Վիեննայից Նիկոլաս Ցոյերը, Վիեննայի Վիլհելմինեն սպիտալ ռուսկաբանության եւ արյունաբանության կենտրոնի դոցենտն է։ Բարև ձեզ հարգարժան հյուրեր։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք եւ եկաք, բժիշկ Ցոյեր, խնդրում եմ մի փոքր ներկայացրեք ձեր Վիեննայի Վիլհելմինեն սպիտալ բարդ անունով այո, այս կենտրոնը, ինչ հիմնական ուղղվածություն ունի կենտրոնը, ինչով եք հիմնականում զբաղվում։ Dr. Zoyer, will you please tell a little bit about the center you are working for? Our center in Vienna is a specialist department for hemato-oncology, and my focus is on hematology diseases, and I'm also responsible for the unit doing autologous transplantation. Ներկայացնում եմ Ավստրիայի Վիլհելմ սպիտալ հոսպիտալը, որը մասնագիտացած է օնկոհեմատոլոգիական հիվանդությունների ուղղությամբ, իսկ ես անձամբ մասնագիտացած եմ արյունաբանական հիվանդությունների գծով եւ նաեւ աուտոլոգ տրանսպլանտացիայի ուղղությամբ։ Եվ արդեն շատ պարզ է դառնում բժիշկ Հակոբյան, որ մեր հյուրը փաստորեն առաջին ձեր պարտներներից է, գործընկերներից, որ ում հետ պետք է Հայաստանում սկսեք այդ գործընթացը, այո, փոխպատվաստման, մենք այս թեմային շատ ենք անդրադարձել, իհարկե ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվեց այդ հնարավորությունը փոխպատվաստման կենտրոն ունենալու եզակի հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ինչպես եք դուք գտել հենց այս մասնագետին եւ ինչպես են ընդհանրապես ստեղծվում կապերը։ Ես գիտեմ, որ վերջին տարիներին հատկապես արյունաբանության կենտրոնը շատ ուժեղ կապեր է, հաստատում արտասահմանի իր գործընկերների հետ, ինչպես եք ընտրում նրանց։ Նախ մեր ուրախությունների շարքը շարունակվում է։ Ամսի 8-ին նոր կենտրոնի բացումից հետո մենք ուրախությամբ ամսի 25-ին եւ 26-ին կազմակերպեցինք արյունաբանություն սաթելայտային սիմպոզիումը, որը այո, վաղը դեռ շարունակվելու է եւ մեր ընկերներից Ամերիկյան ավստրիական ֆոնդը եւ Բաց բժշկական ինստիտուտը աջակցեցին այս ծրագրի իրականացմանը։ Սա բավականին հայտնի Հայաստանում ծրագիր է, որը հնարավորություն է տալիս շատ բժիշկների վերապատրաստում անցնել Ավստրիայում տարբեր քաղաքներում եւ մենք էլ լինելով այդ առումով բավական ակտիվ մեր կենտրոնից բազմաթիվ բժիշկներ վերապատրաստում են անցել եւ Զալցբուրգում եւ Վիեննայի տարբեր հոսպիտալներում եւ մենք դոցենտին ճանաչում էինք արդեն մի քանի տարի, իր հետ ունեինք համագործակցություն, հիվանդների հետ կապված քննարկումներ եւ բացումից հետո առիթ հանդիսացավ մեր կենտրոնի բացումը, որպեսզի իրեն հրավիրենք Հայաստան, նախ ինքը ծանոթանա, թե ինչպիսի կենտրոն է մեր մոտ ստեղծվել, հնարավորությունների հետ ծանոթանա եւ իհարկե ակտուալ էր նաեւ այն առումով, որ մենք ունեինք արդեն ընտրված հիվանդների մի խումբ, որոնց վերաբերյալ մենք ուզում էինք ունենալ նաև երկրորդ կարծիք, որպեսզի մենք վստահ լինենք, որ ճիշտ ենք շարժվում։ Եվ այսօր մի խումբ հիվանդների հետ արդեն ծանոթացավ դոկտորը, վաղը կշարունակվի այդ հանդիպումը հիվանդների հետ, ինչպես նաև դասախոսության շարքերը։ Եվ մենք արդեն հաջորդ քայլը կգնանք մեր ընտրված հիվանդներին, իհարկե առաջի քայլը աուտոփոխպատվաստումը, դրա համար էլ մեր թիրախային ընտրությունը դոցենտ Ցոյերն էր, ով էքսպերտ է այդ ուղղությամբ։ Հասկանալի է։ Բժիշկ Ցոյեր, մենք քանի որ էլի անդրադարձել ենք տրանսպլանտացիայի թեմային, ոսկրածուծի փոխպատվաստման, տեղեկացված ենք, կարծում եմ մեր հեռուստադիտողներն էլ հիշում են, որ կա եւ աուտո տարբերակը եւ ալո
տարբերակը փոխպատվաստման, այսինքն երբ մարդ ինքն է իր համար հանդիսանում դոնոր եւ մեկ ուրիշ անձնավորությունից կարող են որպես դոնոր վերցնել այդ ոսկրածուծը, ճիշտ է։ Խնդրում եմ ասեք, որ հատկապես հիվանդություններն են, ես կարդացի, որ դուք միելոմայի մասնագետ եք։ Սա այն հիվանդությունների շարքին է դասվում, որի ժամանակ ցուցում է դառնում ոսկրածուծի փոխպատվաստումը եւ արյունաբանական որ խնդիրներն են, որ տանում են դրան։ We are well informed about the transplantation topic. We know that there are two types of transplantation, allo and autotransplantation. What the diseases go to autotransplantation? Please tell us a bit more about this topic. What are the indications to do this kind of transplantation? So we're doing about 30 transplantations, autotransplantations at the Wilhelminenspital per year. And this is quite representative. Most of the autologous transplantations are done for multiple myeloma. And there's also a certain percentage of transplantations done for lymphoma. But these are the main indications of autologous transplantation. Մենք ամեն տարի կատարում ենք մոտ 30 ավտոտրանսպլանտացիա մեր կենտրոնում եւ այդ տրանսպլանտացիաներից մեծ մասը միելոմային հիվանդներ են, այս 30 հիվանդների 30%-ն էլ լիմֆոմայով հիվանդներ են, որոնց կատարվում է տրանսպլանտացիա։ Այո, խնդրում եմ ասեք Բժիշկ Հակոբյան, իսկ մեզ մոտ ինչ թվեր են։ Դուք քանի հոգու եք արդեն նախապատրաստել եւ նրանցից քանիսն են միելոմայով եւ խնդրում եմ միելոմայի մասին մենք առանձին չենք խոսել որևէ անգամ թեմա չի եղել առանձին, որովհետեւ հեռուստադիտողներին հասկանալի լինի ինչ հիվանդությունն է դա, եթե հատկապես այդ հիվանդության դեպքում հաճախ են արվում այդ միջամտությունը։ Մի փոքր որպեսզի ավելի հասկանալի լինի, արյան ուռուցքային հիվանդությունները, եթե բաժանենք, կան ոսկրածուծի մակարդակով ուռուցքային հիվանդություններ եւ արտավոսկրածուծային։ Դա ավելի կհեշտացնի հասկանալը, թե ինչ է մի դեպքում ալոտրանսպլանտացիա ցուցված, մի դեպքում ինչի աուտո։ Երբ որ ոսկրածուծը ընդգրկված չէ process-ի մեջ, դու կարող ես հիվանդի սեփական ցողունային բջիջները վերցնել եւ նրան որոշակի բուժումից հետո իրեն նորից փոխպատվաստում անել, հա։ Իսկ ալոյի դեպքում արդեն քանի որ ոսկրածուծն է հիվանդ, նրա հենց բջիջները իրեն փոխներարկել անհնար է։ Դրա համար արդեն մենք ման են գալիս դոնոր եւ համապատասխան դոնորը գտնելուց հետո կատարվում է ալոտրանսպլանտացիան։ Միելոմային հիվանդությունը այն հիվանդություններից է, որ ճիշտ է երիտասարդ հասակում ավելի քիչ է հանդիպում, սակայն ախտահարում է բավականին ծաղկուն շրջանում գտնվող մարդկանց եւ հատկապես երիտասարդների մոտ հաճախ ագրեսիվ ընթացք է ունենում։ Շատ մեծ հաջողություններ կան քիմիոթերապիայով բուժման մեջ, սակայն որոշակի դեպքերում եւ ռիսկի ֆակտորների դեպքում, ռեզիստենտականության դեպքում միակ ճանապարհը մնում է արդեն փոխպատվաստում անելը։ Դրա համար այս միջամտության լինելը Հայաստանում շատ կարևոր էր եւ մենք հիմա կարողանանք ամբողջությամբ այդ ծավալը իրականացնել։ Ինչպես ասեց դոկտորը, նաեւ ցուցված է լիմֆոմաների դեպքում, նրանք էլ բավական մեծ հաջողություն ունենք արձանագրած բուժման առումով, քիմիոթերապիայի միջոցով, սակայն նորից կան խմբեր, հատկապես բարձր ռիսկի խմբեր, երիտասարդների մոտ, երբ որ լինում է ռեզիստենտ ձևեր, որ միայն ճանապարհը արդեն ավտոտրանսպլանտացիան է։ Այդ առումով նույնպես անփոխարինելի կլինի մեր բաժանմունքը եւ այդ հնարավորություն ունենալը։ Հիմա քանի հոգի է սպասում։ Մենք առանձնացրել ենք 9 հոգի, որովհետեւ դրա համար էլ հատուկ վիճակ կա, որ պետք է հասած լինեք, հա, հիվանդության, այսպես ասած, պլատո շրջան, երբ ունես բավական լավ արձանագրված ռեմիսիա, հա, հիվանդության կայունության շրջան, որի ժամանակ կարող ես առաջ շարժվել արդեն փոխպատվաստում իրականացնելով։ Մենք ունեինք ընտրված 9 հիվանդ եւ հույսով ենք, որ բոլոր 9-ն էլ կանցնեն նաեւ դոկտորի կրիտերիաներով եւ հետագայում մենք կարողանանք իրականացնել այդ միջամտությունը։ Բժիշկ Ծոյեր, խնդրում եմ ասեք, թե որքան հույս կամ կարող է տալ փոխպատվաստումը հիվանդին եւ նրա ընտանիքին, որովհետեւ երբ հարց է գնում այդ ծանր հիվանդությունների մասին, մարդկանց համար փոխպատվաստումը վերջին կարծես հնարավորությունն է գիտության այսօրվա առաջարկած եւ մեծ հույսեր են մարդիկ կապում։ Դա կարող է համարվել խնդրի ռադիկալ լուծման տարբերակ, այսինքն փոխպատվաստումից հետո եթե այն բարեհաջող ընթանա, մարդը մոռանում է իր հիվանդության մասին ընդհանրապես թե ոչ։
Is it possible for a patient to be completely cured after a transplantation? That's a question which you cannot answer with yes or no, because it depends on the disease, and it depends if you're talking about autologous or allogenic transplantation. But for example, with multiple myeloma, we see patients 10-15 years after autologous transplantation without the disease having come back. So that today you speak of functional cure. So we think that these patients are essentially cured. These are few patients, maybe 10-15%, but in these particular patients we think that a functional cure, as you say, can be achieved. Այս հարցին միանշանակ պատասխանել չի կարելի, քանի որ դա կախված է հիվանդության տեսակից, բայց այսօր մենք աուտոլոգ տրանսպլանտացիայից հետո ունենք հիվանդներ, ովքեր ապրում են 10-15 տարի։ 10-ից 15 տարի։ Բժիշկ, բժիշկ Հակոբյան, ձեզ եմ ուզում ուղղել հարցը։ Բնականաբար տրանսպլանտացիայի process-ը ինքը բարդ process է եւ նաև ընթացքը ռիսկեր ունի, այո, կատարման ընթացքը։ Մենք եղանք այդտեղ եւ տեսանք այն կամերայի տիպի, պալատները, որտեղ պետք է գտնվեն փոխպատվաստման ենթարկվողները եւ ավելորդ որևէ ելումուտ այդտեղ արգելված է որևէ, ինչու է դա այդքան ռիսկային եւ ընդհանրապես աշխարհում, եթե վիճակագրություն կա, քանի տոկոսն է, որ բարեհաջող է ընթանում, եթե աուտո փոխպատվաստման մասին խոսենք, որին հիմա նախապատրաստվում եք դուք։ Իսկապես բավական տարբեր են աուտո եւ ալո տրանսպլանտացիան իրենց ընթացքով եւ տարբեր կարծիքներ կարելի է հայտնել սրա մասին եւ նրա մասին։ Ալո տրանսպլանտացիան ունի ավելի մեծ ռիսկեր։ Տոկոսների մասին եկեք չխոսենք այսօր։ Ավելի դրական խոսենք։ Իսկ աուտոտրանսպլանտացիան հիմնականում նրանում է կայանում, որ ավելի հեշտ է սրա հետագա ընթացքը վարել, քանի որ դու դոնորից չես վերցրած լինում, իր սեփական բջիջներն են եւ կողմնակի երևույթներ քիչ են առաջանում։ Այստեղ ավելի կարևոր է, որ դուք որակյալ ցողունային բջիջներ ստանաք, անցկացնեք համապատասխան բուժում սկզբից մինչև վերջ, որտեղ տրանսպլանտացիան իրականացնելու համար շատ կարևոր է թե ինչպեսի սկզբնական բուժում է ստացել, ինչպես է ախտորոշումը կայացվել, որովհետև ամեն մի օղակում եղած խնդիրը կարող է նաև բերել պրոցեդուրայի անհաջողության, որը կապ չունի պրոցեդուրայի հետ, այլ կարող է նախկին քայլերի հետ կապված լինել։ Իսկ պալատները ինչի են այդպիսին, դրանք ավելի շատ նախատեսված են ալո տրանսպլանտացիայի համար, երբ որ մենք ի սկզբանե անցկացնում ենք բարձր դեղաչափային քիմիոթերապիա, որի ժամանակ գրեթե իմունիտետից զրկում ենք հիվանդին, եւ այդ ժամանակ անհրաժեշտ են բավական ստերիլ պայմաններ, եւ դրան լինում է հաջողվում է հասնել այն օդափոխիչ համակարգերի միջոցով, որը դուք տեսել եք, որը բացասական ճնշման միջոցով օդը դուրս է բերում պալատներից։ Եվ այդ շրջանում պետք է հիվանդը լինի, այսպես ասած, բամբակների մեջ պահված վիճակում, որովհետև տրանսպլանտացիան ինքը իրականացնելը այդքան էլ խնդրահարույց չէ, այլ հետագայում այդ բարդություններից ֆատալ, ճակատագրական խնդիրներ ունենալը կանխելն է կարևոր։ Հասկանալի է։ Խնդրում եմ բժիշկ Թոհեր, ասեք, թե աշխարհի պրակտիկայով կամ ձեր երկրի, ձեր կենտրոնի պրակտիկայով հիմնականում որ տարիքի մարդիկ են, որ տրանսպլանտացիայի գնում եք նրանց օգնելու համար, կան սահմանափակումներ, այսինքն երեխաների դեպքում նույնպես հնարավոր է գնալ այս մեթոդին կամ ասենք թե 70-անց մարդկանց, թե ամենամիջին տարիքի մարդիկ են հենց ընտրվում դրա համար։ Are there any age restrictions for indications to perform bone marrow transplantation? Can a child be transplanted or can a person over 17 go to transplantation? Yes, that's an important question. Of course, you have to look at the age of the patient, and you also have to look at the patient's disposition. So you have to check if there are other comorbidities, other diseases which the patient is suffering from. So
it's difficult for me to talk about children because I do not take care of children. I'm an adult oncologist, but if you have an elderly patient, you're not looking at the age, or you're looking also at the age, but you look primarily on the condition of the patient, because if a patient is 70 years old, the patient can be in a very poor condition or he can be a very healthy person, and that is the main point you have to look at when you decide about doing an autologous transplantation, yes or no. Իհարկե տարիքային ֆակտորը շատ կարևոր է, բայց այնուամենայնիվ մեզ համար առանցքային է հիվանդի առողջական վիճակը, արդյոք նա ունի կից ուղեկցող հիվանդություններ, թե չունի, իսկ երեխաների մասով ցավոք չեմ կարող խոսել, որտեղ հիմնական մասնագիտացած եմ մեծահասակների ուղղությամբ։ Այո, մեր պացիենտները քանի տարեկան են, ընտրված մարդիկ արդեն բժիշկ Հակոբյան։ Քանի որ միելոմային հիվանդությունը հիմնականում մանկական պրակտիկայում չի հանդիպում, իսկ մենք նախատեսել ենք սկզբում իրականացնել աուտոտրանսպլանտացիաները, դրա համար նրանք ավելի մեծահասակ են, այսինքն մանկահասակ չեն, 18-ից բարձր են, միջին տարիքի 30-ից մինչև 50 տարեկան մարդիկ, որոնք, ինչպես ասաց դոկտորը, այլ հիվանդություններ չունեն, որտեղ դրանց ներկայությունը, առկայությունը բավականին բարդացնում է եւ իջեցնում է պրոգնոզը իրականացնելու դրա համար։ Դուք պրոգնոզի մասին խոսեցիք։ Եթե տրանսպլանտացիան 10-ից 15 տարի է տալիս, հա, որպես լավ պրոգնոզ կյանքի տևողության համար, քիմիոթերապիայով որքան ենք երկարացնում մենք մարդու կյանքը այս միջամտությամբ, եթե բարեհաջող է լինում։ Բժիշկները միշտ ավելի զգուշավոր են, երբեք առողջանալ բառը միշտ մենք զգուշությամբ ենք ասում, հա, մենք ավելի ուրիշ տերմիններ ունենք մասնագիտական, որոնցով նշում ենք վերապրելիության ցուցանիշ, առանց կողմնակի երևույթների, առանց հիվանդության կրկնվելու, հա, ցուցանիշներ կան, դրանք գիտական տերմիններ են։ Ինչու՞ն է կայանում տարբերությունը, հա, որ դժվար է համեմատել։ Ուղղակի կան կոնկրետ վիճակներ, որի ժամանակ ցուցված է տրանսպլանտացիա իրականացնելը։ Կան վիճակներ, որի ժամանակ ցուցված չէ տրանսպլանտացիան իրականացնել, եւ քիմիոթերապիան կարող է բավարար լինել։ Այսինքն ստեղ մենք իրար հետ համեմատելու խնդիր չունենք։ Այսինքն կան վիճակներ, որի ժամանակ միայն քիմիոթերապիան կարող է արդյունավետ լինել եւ տալ բարձր արդյունավետություն, բայց կան վիճակներ, որի ժամանակ առանց տրանսպլանտացիա չեն կարող առաջ գնալ եւ այդտեղ արդեն պետք է իրականացնենք այս միջամտությունը։ Դրա համար իրար հետ մի քիչ համեմատելը կոռեկտ չի համարվում։ Այո, հասկանալի է։ Խնդրում եմ բժիշկ Ցեր, ասեք, թե ձեր կենտրոնում, ասենք թե տարեկան քանի տրանսպլանտացիա է կատարվում եւ այն հիվանդները, մեզ համար սա նորություն է եւ եթե մեր հարցերը շատ պարզ են, կարծում եմ հասկանալի կլինի ձեզ համար ընդունելի։ Հիվանդները, ովքեր ենթարկվել են տրանսպլանտացիայի, ինչ պետք է իմանան դրանից հետո, իրենց կյանքի, կենսաձևի, ապրելակերպի մասին, ինչ կանոններ է, որ պետք է հիշեն, ինչ չպետք է անեն տրանսպլանտացիայից հետո։ How many transplantations are usually performed in your center annually, and what a patient should know if he undergoes a transplantation? What kind of lifestyle should he follow? So we are doing about 30 transplantations per year, mainly for myeloma, but also for lymphoma. But the main focus is on multiple myeloma. This is the main indication, and of course the principle of autologous transplantation is intensive chemotherapy, and you give the stem cells to rebuild the blood system. So the stem cells have the task of rebuilding the patient's blood, and during this period, until the blood is rebuilt, the patient is immunosuppressed and there can be infections, and we take the patients as inpatients and have a very strict surveillance and look for infections and treat these infections very aggressively. Տարեկան կատարում ենք մոտ 30 աուտոլոգ տրանսպլանտացիաներ, դրանց մեծ մասը բազմակի միելոմայով հիվանդներ են, չնայած կային նաև լիմֆոմայով հիվանդներ,
հիմնականում աուտոտրանսպլանտացիան իրենից ներկայացնում է հիվանդի իր իսկ ցողունային բջիջների միջոցով հիվանդի արյան համակարգի վերականգնումը, մենք տրանսպլանտացիայի ժամանակ տալիս ենք հատուկ իմունոընկճող ընկճիչ դեղամիջոցներ, որոնք ընկճում են հիվանդի immunitete եւ նա ավելի, այսպես ասած, բաց է դառնում ինֆեկցիաների նկատմամբ։ Այդ մասով պետք է ուշադրություն դարձնել։ Այո, բժիշկ Հակոբյան, բացի Վիեննայից դուք նաև մեծ կապերի մեջ եք այլ երկրների ձեր գործընկերների հետ եւ իմ տեղեկություններով դուք մոտակա ժամանակներում ակտիվ սպասում եք, հա, դրսից հյուրերի, նրանց գնահատականներին, նրանց խորհուրդներին եւ այլն։ Խնդրում եմ ասեք, այլ ովքեր նախ այս սիմպոզիումին նաև բժիշկ ծոյերից ուրիշ մասնագետներ նույնպես հրավիրված են, թե ոչ, եթե այո, որտեղից եւ այլ ում եք սպասում առաջիկայում։ Երկու էտապի բաժանվեց մեր գործունեությունը։ Սկզբում մենք սկսեցինք գնալ կենտրոններ, բավական մեծ խմբով բժիշկներ եղել ենք եւ Պրագայի արյունաբանության կենտրոնում եւ Համբուրգի Էպենդորֆ կլինիկայում, Միացյալ Նահանգների MD Anderson ռուսկաբանության կենտրոնում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի արյունաբանության կենտրոններում եւ այս ընթացքում բավական իսկապես մեծ կապեր ունեցանք եւ հիմա մենք աշխատում ենք մեր ընկերներին հրավիրել Հայաստան, որպեսզի տեղում արդեն ծանոթանան մեր հնարավորությունների հետ, ինչպես նաև տեսնեն մեր հիվանդներին, բացի դրանից, երբ որ տեղում են կազմակերպում այսպիսի սիմպոզիումներ, ավելի մեծ քանակով մարդիկ են կարողանում դրան մասնակցել, ոչ թե 1-2-ն են գնում դրսում մասնակցելու, եւ ուրախություն այս շարքը շարունակվելու է, այս տարի մինչեւ տարվա վերջ կունենանք հայտնի հյուր նաև Ֆրանսիայից, մենք ունենք Ֆրանսիայում լավ բարեկամներ, Հայաստանում կլինի Ֆրանսիայի տրանսպլանտացիա ասոցիացիայի նախագահը պրոֆեսոր Յակուբ Աղան, որի հետ նույնպես կքննարկենք մեր հետագա գործունեությունները, իսկ մյուս տարի ավելի մեծ պլաններ ունենք, որոնց մասին երևի հետագա հաղորդումներում մենք էլի առիթ կունենանք հանդիպել եւ կիսվել։ Այո, մենք բարբերաբար իհարկե անդրադառնում ենք արյունաբանության կենտրոնի գործունեությանը։ Բժիշկ Ծոեր, դուք առաջին անգամ եք Հայաստանում, մենք խոսեցինք եթերից առաջ եւ դեռ չեք հասցրել բնականաբար շրջել Հայաստանով, բայց արդեն շրջել եք մեր նոր արյունաբանական կենտրոնի շենքով եւ տեսել եք տրանսպլանտացիայի կենտրոնը նաեւ ձեր գնահատականը խնդրում եմ, եթե համեմատելու լինեք ձեր կենտրոնի հետ, որ շատ փորձառու է եւ տարեկան 30 փոխպատվաստում է կատարում, մենք ճիշտ ուղու վրա ենք, ինչ եք տեսել։ As we talked before the program, you are in Armenia for the first time. I see you have not managed to see a lot in Armenia, but you were in hematology, Armenian Hematology Center. So if we can you please compare your center with the Armenian one? Well, I'm very impressed about the new building you have here and the new facilities. So I think it is really the perfect setup, and everything is in place in terms of starting the program of transplantation. So the facilities are certainly the highest standard, and I'm anticipating, when I see the passion of the hematologists here in Yerevan, that the transplant program will be a huge success. Ես անչափ տպավորված եմ արյունաբանական կենտրոնի շենքով, ինչպես նաև այն հարմարություններով, պայմաններով, որոնք ստեղծված են կենտրոնում, պետք է ասեմ, որ բոլոր ամեն անհրաժեշտ պայմաններ ստեղծված է տրանսպլանտացիայի ծրագրի մեկնարկը հաջող կերպով տալու համար։ Եվ ես ավելացնեմ, եւ նա ասեց, որ ողջորված էր նաեւ տեղի մասնագետների բոլորս հասած ողջորվածությամբ, եւ որը հույս է ներշնչում, որ ծրագիրը կլինի հաջողված։ Իհարկե մենք բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ եթե նույնիսկ ամենալավ ավտոմեքենան ունենանք, բայց չկարողանանք այն վարել, դա կլինի անիմաստ, պարզապես
ուրախության մի պահ, հա, ակնթարթ, այո։ Խնդրում եմ ասեք Բժիշկ Հակոբյան, ի սկզբանե երբ դեռ նույնիսկ շենքը չէր բացված եւ նորոգման աշխատանքներն էին կատարվում, հենց ամենասկզբից ասվում էր, որ սա տարածաշրջանային նշանակության կենտրոն է լինելու, տարածաշրջանին է ծառայելու եւ օգնելու ենք ոչ միայն հայ մարդկանց, հա, հայերին, արդեն ունեք արձագանքներ ձեր գործընկերներից տարածաշրջանի մակարդակով եւ ցանկություն հայտնել են գալ, տեսնել, հիվանդների մասին քննարկել ձեզ հետ։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ հիմնակվար հնարավորությունները տեղեկատվություն այնպես արագ են տարածում։ Մենք ունենք արդեն դրական արձագանքներ եւ Վրաստանից, եւ Ղազախստանից, եւ մեր Ռուսաստանի ընկերներից, որոնք մեծ ցանկություն են հայտնել ժամանել Հայաստան եւ տեսնեն հնարավորությունները, բայց մենք էլ մեր կողմից ունենք դեռ անելիք, որովհետեւ մենք պետք է տեղայնացնենք բոլոր այն ուղեցույցները եւ գործելակարգերը, որի շնորհիվ մեր կենտրոնը կկարողանանք նաև անցնել եվրոպական ակրեդիտացիան, JC ակրեդիտացիան եւ մենք սերտ կապ ունենք Եվրոպայի։ Այն ինչ մենք կոչում ենք պրոտոկոլային վիզա, այո, դա պետք է անպայման մենք իրականացնենք, որպեսզի մեր կենտրոնը ունենա JC ակրեդիտացիան, որի ժամանակ արդեն մենք ունենանք հնարավորություն օգնելու նույն մակարդակով ինչ որ կունենային Փարիզում կամ Բերլինում եւ այլն, եւ մենք այդ ճանապարհին ենք նույնպես։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք մաղթում ենք, որ ինչպես ասում են, այս բռնած ձեր գործը բարեհաջող ընթացք եւ ավարտ ունենա։ Շնորհակալություն հատուկ ձեզ, որ եկել եք մեզ հայերիս նաեւ ձեր գիտությամբ օգտակար լինելու համար եւ այստեղ մենք շնորհակալական նաեւ խոսք ստացանք մի տիկնոջից, որ ասում է, որ երբևէ չեմ առնչվել արյունաբանության կենտրոնի հետ, բայց շատ ուրախ եմ, որ մեզ համար ստեղծվել են այս հնարավորությունները մեր պետությունում եւ գիտեմ, որ դրան աջակցել են։ Այո, մենք էլ ավելացնենք կենտրոնական ներողություն համաշխարհային բանկն ու Նվիրիր կյանք հիմնադրամը, որի մասին մանրամասն մի քանի օր առաջ խոսեցինք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, այսօր մեր տաղավարում էին արյունաբաններ Երվանդ Հակոբյանն ու Նիկոլաս Ցոյերը Երևանից եւ Վիեննայից։ Մենք խոսում էինք ոսկրածուծի փոխպատվաստման մասին եւ Հայաստանում բացված կենտրոնում նախապատրաստվում են արդեն առաջին փոխպատվաստումներն իրականացնելու, ինչի համար մասնագետներ, գործընկերներ են հրավիրում մեր արյունաբանները արտասահմանից, ովքեր ունեն մեծ փորձառություն այս գործում, ինչը շատ ողջունելի է եւ նրանք իրենց արտասահմանյան գործընկերների հետ են կատարելու առաջին փոխպատվաստումները եւ դրանք լինելու են աուտո փոխպատվաստումներ, այսինքն մարդու հենց իր ոսկրածուծի բջիջներն են իրեն փոխ ներարկվելու, փոխպատվաստվելու եւ հետո հնարավոր է որ անցնենք արդեն նաեւ ալո փոխպատվաստման, այսինքն դոնորից ռեցիպիենտին ոսկրածուծ տրամադրելու գործընթացին այսօրվա համար եւ այս շաբաթվա համար մենք այսքանն ենք նախատեսել, հանդիպելու ենք երկուշաբթի մեր նույն ժամին, առողջ եղեք։